մարդկանց խնդիրները էգզիստենցիալ չեն, որքան էլ որ օրինակ փորձ է արվում ներկայացնել, որ էգզիստենցիալ խնդիր ունի Հայաստանը պետք է փրկել, դրա լավ օրինակն էլ օրինակ պարոն վարչապետ 2 օր առաջ այդ ահասարսուր վերնագրերն էին։ Այն, որ իրականում խաղաղություն է, փորձում էին ներկայացնել, որ Սյունիքը վտանգված է, իսկ ինչ վերնագրեր է։ Ես տեղակ չեմ եղել, հետո եմ իմացել։ Չէ, պատկաստ պարոն վարչապետ, ասում են, որ Սյունիքում կրակոցներ է, վտանգ է, ու ես անգամ հանել եմ այն լրատվամիջոցներին, եւ այն էջերը օրինակ սրբազան ամենակրոտ 2 օր առաջ։ Պարզվում է, որ շատ խուլ ձայներ են լսվել Իրանից, եւ դա անդիմությունը եւ կայքերը ներկայացրել է իբր Սյունիքը կապանը վտանգի տակ է։ Բայց կապանում ո՞նց կարա ձայն լսվի։ Ես ձեզ կուղարկեմ նյութերը կտեսնեք ինչ են տարածում եւ ո՞նց կարա կապան, այսինքն Իրանից կապանում ձայն լսվի։ Շատ խուլ կներես, շատ խուլ հիմա որ շատ խուլ կարող է Վեներայի վրայից է ձայներ լսվեն։ Այո, եւ ես ինչ եմ ուզում ասել, պարոն վարչապետ, շատ ընդդիմադիր մարդիկ, ես դրա մասին ա եղել խոսքը, հա։ Այո, բայց դա ներկայացվում էր անգամ անցնելով մարդկանց հիշողության վրա, չէ՞ որ պատերազմ է անցել մեր ժողովուրդը, ընդամենը 5 տարի առաջ օրինակ մեծ 44-րդ պատերազմ, չեմ ասում որ անցնում են այն բարոյական սահմանը, որ մարդիկ ունեն զինվորներ օրինակ Սյունիքում ծառով, այդ ամեն ինչի վրայով անցնելով ուզում են ստեղծել։ Բայց հազար ներողություն, զինվոր այսօր ինձ զինվորի ծնող խոսեց դրա մասին, որ սենց բան ա եղել եւ այլն, ասի անհանգստացել եք, ասեց իրական չէ, որովհետեւ կապի մեջ ենք հեռախոսի զանգեցին։ Ինչ է ուզում ասել, որ շատ ընդդիմադիր քաղաքացիներ գիտեմ, իրականում ընդդիմադիր, որոնք օրինակ լայվ էին մտել, ու ասում էին, ինչ պանիկա եք տարածել, ամեն ինչ նորմալ է։ Ես շատ մենակ մերոնց չեմ լսել, էլի օրինակ մեր գաղափարակից մարդկանց, այլ հենց ընդդիմադիր դիրքորոշում ունեցա, որ նրանց նախորդ լայվերը եւ գրառումները նայել եմ ընդդիմադիր բնույթի, բայց այդ հարցով օրինակ քննադատում էին այդ գործերը։ Ինչ եմ ուզում ասել, որ որքան էլ ուզում են ցույց տան, որ շատ օրհասական է մեր երկրի վիճակը, իրական քաղաքացին հասկանում է, թե որ մենք հասել ենք պատիգույն ենք ընտրում կամ մի որևէ ավելի էսթետիկ որևէ միջամտության կարիք ունենք այսօր մենք եւ քաղաքացին։ Այսօր որ ասիկ օրհասական, ես վերջերս չեմ հիշում Սփյուռքում համայնքներից մեկի հետ հանդիպման է, հարց համայնքի մեր հարգելի ներկայացուցիչներից մեկը ինչ որ հարց էր տալիս, ասում էր, այս օրհասական պահին եւ այլն, ասիկ դուք ընտեղ եք, պարոն Թորոսյան, ասիկ կներեք, էլի մի հատ խնդրում եմ բացատրեք, ինչի է օրհասական, ինչով է օրհասական